Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Roblox խաղային հարթակին։ Այս մասին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ եւ իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ եւ խաղեր, ինչպիսին են Roblox-ը, Minecraft-ը, Brawl Stars-ը, Fortnite-ը, PUBG-ն եւ այլն։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների եւ միևնույն ժամանակ վնասակար սովորությունների եւ տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների եւ մտահոգությունների մասին եւ արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդ օրինակ ռիսկերը երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։ Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները եւ առհասարակ դիտարկումները, ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում եւ անցկացնել ավելի լայն քննարկում տարբեր գերատեսչությունների, մեր գործընկերների, ծնողների եւ մասնագետների մասնակցությամբ, նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Կառավարությունն իր այսօրվա հունվարի 15-ին նիստում որոշել է դադարեցնել երկու մարզիկների պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։ Նման որոշման հիմք է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, ըստ որի Նարեկ Արթուրի Խաչատրյանը եւ Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է նաեւ ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ։ Մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիտլիջյանի եւ Արա Բերդեոհանեսի Ջոլաքյանին տրված տարկետումը, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների եւ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի անդամ։ Այս նախագծի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային եւ սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում նախկինում չեն եղել։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թրամփի ուղուն ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով շատ զարգացած երկրներում դրանք արդեն իսկ ներդրված են։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու եւ հույս ունեմ, որ ոչ միայն TRIP-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնելու, քանի որ դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում։ Բագրատ Սրբազյանի գործով նիստ ավանդույթի համաձայն սկսվել է ուշացումով։ Պարզվել է, որ նշանակված ժամին բացակայել են մեղադրյալների մի մասը, փաստաբանները եւ դատախազները։ Ներկայանալով ուշացումով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ մի միջնորդություն, որի էությունը հանգում էր նրան, որ դահլիճում հնչում են քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է կանխվեն եւ դա խանգարում է գործընթացին ու քաոս է ստեղծում։ Պաշտպանական կողմը մի տեսանկյունից սա որպես խոսքի ազատության դեմ խտրականություն է որակել, իսկ մյուս տեսանկյունից փաստացի բացառք դատավորին, ով թույլ է տալիս, որ քաոս տեղի ունենա։ Դատախազներին նաև հիշեցրել են այն մասին, որ նախորդ նիստը հետաձգվել էր հենց իրենց դատախազների մեղքով, ովքեր նիստին ներկայացել էին անպատրաստ վիճակով։